Ողջույն, եթերում ABC լուրերի թողարկումն է, ես Գառն Ութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Զգուշացեք, քայլելը վտանգավոր է քաոս ճանապարհներին, ինչ խնդիրներ է ջրի երես հանել ձյունը։ 32 ժամ առանց հոսանք, Էրեբունի վարչական շրջանում հրդեհի հետևանքները։ Ցորենն ու բենզինը հաստատված խաղաղության դրսևորում, Արարատ Միրզոյանը հանրայինի եթերում ամփոփել է տարին։ Հովանավանքում Չեղյալ է հայտարարվել 45 հարսանիք, եկեղեցու դրսում ուժայիններն են, իսկ ներսում կարգալույց քահանան։ Ռուս-ուկրաինական հակամարտության բանակցությունների կուլմինացիան, հանդիպել են Թրամփն ու Զելենսկին։ Առավոտը բարի չէր աշխատանքի շտապող կամ ամանորյա գործերով զբաղված մարդկանց համար։ Երևանում քայլելը վտանգավոր է։ Մերկասառույց է Երևանի մայթերին ու բակային տարածքներում։ Շենքի բակից փողոց հասնելն իրական փորձություն է, որի միջով անցել է նաև մեր թիմը։ Աշխատանքի գալու ճանապարհին ֆիքսել ենք մայրաքաղաքում փողոցների ու բակերի վիճակը։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Ձյունը ջրի երես է հանել քաղաքային ու մարզային իշխանությունների բացթողումները։ Ավագանում Այր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Շենգավիթից, որում երևում է ձնամաքրման աշխատանք չի կատարվել։ Ժողովրդին հնարավորինս թալանում է, բայց տեսեք զեբրայի հատվածում, սա արտասիստյան փողոցն է Շենգավիթ վարչական շրջանում, մարդիկ հետիոտները չգիտեն ոնց պիտի անցնեն փողոցը։ Մոլորվում կանգնում են, թռչկոտեն, նավեր ձեռք բերեն, ինչ անեն այս մարդիկ։ Միայն տուգանելու համար, տուգանքի մատերիալ են փաստորեն դարձել քաղաքացիները, ձևական խոնարհվում եք, սիրում եք, դա ինչի՞ չեք ձեր հասանելիք աշխարհ։ Չնայած Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարում է քաղաքը պատրաստ է առածյան տեղումներին, սակայն ազգային ճակատ տելեգրամալիքը հրապարակել է տեսանյութեր, որում երևում է, թե ինչպես են վարորդները դժվարությամբ հաղթահարում նույնիսկ կենտրոնական փողոցները։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը։ Նորավան, Լծեն, Տաթև, Շինուհայր, Տաթև, Կապան, Վանաձոր, Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան ավտոճանապարհները։ Վարդենյանց Լեռնանցքը, Սպիտակի եւ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյանց Լեռնանցքում ձյուն է տեղում, Մեղրուսար կոչվող հատվածում բուք է։ Աբովյան, Չարենցավան, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, այնպես որ հետևեք երթևեկության կանոններին եւ մի վտանգեք ձեր եւ ուրիշների կյանքը։ Իդեպ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասուլիս է հրավիրել, հայտարարել է, որ նոր տարվա գիշերն սպասվում են առատ տեղումներ, ասում է դեռևս հանգստի ժամանակ չեն ունեցել։
մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Այնուամենայնիվ ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածում դեռևս ունենք խնդիրներ, եւ ես հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկման պարագայում շատ դեպքերում աղն ու ավազնել չի օգնում, այնուամենայնիվ որոշակի գործողություններ արժի կարծում եմ պլանավորել դրանց հետ կապված։ 1.5 օր է հոսակազրկված է Երևանի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարիթաղ թաղամասը, Խորենացի և Տիգրան մեծ փողոցները, Չարենց փողոցի մի հատվածը։ Հետն ասում է, որ պատճառը ենթակայանում բռնկված հրդեհն է։ Հրդեհը բռնկվել է շաբաթ կեսգիշերն անց։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կրակը կարողացել են մեկուսացնել ժամը 1:20-ի սահմանում։ Հետը վթարի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ընկերության տարածած հայտարարության համաձայն հետի օպերատիվ վերանորոգ անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանում Վարդաշեն ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված տարածքների հոսանքի վերականգնման համար։ Ըստ հետի նախնական գնահատականի այսօր մինչև ժամը 22-ը հնարավոր է վերականգնել բոլոր հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը։ Պարզվում է, որ ցորենն ու բենզինը հաստատված խաղաղության դրսևորում է, համոզված է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ խաղաղությունը այլընտրանք չունի, բայց խոստովանել խնդիրներ կան Բաքվում գտնվող մեր հայրենակիցները Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Սրանք ըստ նախարարի խնդիրներ են, բայց հնարավոր է լուծել։ Միրզոյանի հայտարարության առանցքային կետերն առանձնացրել ենք։ Շատ ինտենսիվ եւ շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ժամանակն է ունենալ առարկայական քայլեր։ Շատ մոտ ապագայում առաջընթաց կունենանք։ Խաղաղությունը հաստատված է, գործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք եւ 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Հայաստանի իշխանության օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման եւ Ռուսաստանի Դաշնության հետ որևէ կապ խզելու հարց։ Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Պաշտոնական Երևանը մոռանալով կորուստների մասին մտածում է նոր ձեռքբերումների մասին, մասնավորապես խաղաղության, սակայն Արցախի հայաթափմամբ ենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքը, այլև այնտեղ թողեցինք հսկայական մշակութային ժառանգություն։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը ձեռնարկել է Արցախի վանքերի, եկեղեցիների, ամրոցների եւ բերդերի եզակի քարտեզի կազմումն ու տպագրումը։ Սա ոչ միայն գիտականորեն հիմնավորված աշխատանք է, այլև իրավաքաղաքական նշանակության կարևոր փաստաթուղթ, որը կոչված է պահպանել եւ ամրագրել Արցախի պատմամշակութային ժառանգության հիշողությունն ու իրավական փաստարկները գալիք սերունդների համար։ Իդեպ լրացել է Genesis Armenia-ի հիմնադրման 5-ամյակը, պաշտոնական միջոցառման ժամանակ ուղերձ է հղել կենտրոնի հիմնադիր տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Հայաստանը գտնվում է ոչ թե պարզապես քաղաքական, այլ քաղաքակրթական եւ պետականության ճգնաժամում, հայտարարել է քաղաքագետը։ Գասպարյանը համոզված է, որ գործող քաղաքական համակարգը չի կարող ապահովել պետության վերարտադրություն։ Անհրաժեշտ է քաղաքական արդիականացված սկիզբ, նոր մտածողությամբ, թարմ քաղաքական էլիտայով, նոր ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։ Առաջիկա ընտրությունը 2026 թվականին նախատեսված քաղաքական ընթացիկ, հերթական, հերթապահ, սովորական ընտրություն չէ, այլ հայկական պետության եւ երկարաժամկետ կտրվածքով հայկական էթնիկ տարրի շարունակականության կամ լինելիության հարցն է։ Մենք այս process-ին մասնակցում ենք պատրաստվածության բարձրագույն մակարդակի բերելով մեր ներուժը, քաջ գիտակցելով, որ հայկական ազգային պետականամետ բոլոր ուժերը պարտավոր են տապալել Հայաստանի նեոգաղութացումը լեգիտիմացնող փաշինյանական իշխանությունն ամբողջությամբ։
Իսկ Մայրաթորում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ տեղի ունեցել տարվա վերջին կիրակնօրյա պատարագը։ Մայր տաճարում պատարագը մատուցել է Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագի ավարտին Հայր Զաքարիան խոսել է հավատարմության կարևորության մասին ու շեշտել, որ ելքը մեկն է՝ համախմբվել հայոց եկեղեցու շուրջ։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է, մեզ կտրվում է հավատարմությունից, բայց դեպի քրիստոնյա եղբայրների և քույրերի։ Այս ամեն դժվարության մեջ պետք է տեսնել նաև լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, մեր արժեքներից հեռացնելու համար են, այլ ավելի զորանալու։ Լուսավոր Հայաստան նայելու մեր ապագայի, հետևաբար իմ կարծիքով այս ճգնաժամը ճակերտավոր մի նոր հնարավորություն է ինքնանդադարձի ապաշխարության և առավել զորացած դուրս գալու այս պայքարից։ Միաժամանակ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարանցքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը և ուրիշներ։ Իսկ Փաշինյանի ու իր թիմի անցնող ամիսների այցերը եկեղեցի, մասնակցությունը պատարագներին իրենց պարակտիչ գաղափարներով տվել է իր բացասական հետևանքները։ 3 ամիս է խաթարվել է նաև Հովանավանքի հոգևոր կյանքը։ Վանքը, որը տեսել է բազմաթիվ պսակադրություններ, այժմ լուռ է։ Բազմաթիվ հարսանիքներ չեղյալ են հայտարարվել և մարդիկ խուսափում են իրենց արարողություններն իրականացնել Հովանավանքում։ Մեր նկարահանող խումբն այցելել է վանք պարզելու ինչ է կատարվում այնտեղ և ինչու հարսանեկան ծեսեր այլևս չեն կատարվում։ Հովանավանքում անսովոր լռություն է։ Երբեմն նկատելի են դառնում զբոսաշրջիկների ստվերները։ Վանքում ոչ տպիր կա, ոչ սարկավակ, ոչ էլ հոգևոր սպասավոր։ Միայն մոմավաճառն է մի անկյունում ընդունում ու ճանապարհում արտասահմանի ժամանացյուրերին։ Պատմում է ինչ է խունկը, ինչպես են գործածում և ինչ նպատակով։ Փոխարենը վանքի շուրջ բոլորն ուժային կառույցների ներկայացուցիչներ են։ Վանքի մոմավաճառն ասում է, արդեն 3-րդ ամիսն է, ԱԱԾ-ն է հսկում վանքը։ Հսկում են ու պաշտպանում, բայց ում են հսկում, ինչից են պաշտպանում։ Այս հարցերի պատասխանները որևէ մեկը չգիտի։ Մարդու շունչ չկար նաև վանքի բակում։ Հովանավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի հայտարարություններից կարգալույծ լինելուց, ապա Փաշինյանին պատարագի հրավիրելուց հետո վանքի բնականոն կյանքը խաթարվել է։ Տևական ժամանակ է վանքում արարողություններ գրեթե չեն լինում։ Տեսախցիկներից հեռու մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին 45 պսակադրություն է չեղարկվել։ Զույգերը պարզապես պսակադրության օրը չեն եկել եկեղեցի։ Այսօր Հովանավանքում պսակադրվում են օտար երկրների ժամանած մեր հայրենակիցները, որոնք հավանաբար տեղյակել չեն, ինչերի միջով է անցնում 4-րդ դարի այս գողտրվանքը, Հովանավանքը։ Սեդա Մակարյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հանդիպել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հանդես են եկել հայտարարություններով։ Թրամփը վստահ է, որ կողմերը մոտենում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նշելով, որ հանդիպմանը բազմաթիվ թեմաներ են քննարկել։ Զելենսկին էլ հայտարարել է, որ 20 կետանոց գործարքի 90%-ը համաձայնեցված է։ Համաձայնեցված է նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը։ Թիմերը կշարունակեն աշխատանքները, Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հստակ կարմիր գծեր։ Դրանք իր տարածքներն են և Զապորոժիեի ատոմակայանը։ Ուկրաինան ոչ մի դեպքում օրենսդրորեն չի ճանաչի օկուպացիան, հավելել է Ուկրաինայի նախագահը։
Եթե Ուկրաինայում եվրոպական զորակազմեր տեղակայվեն, ապա դրանք կդառնան Ռուսաստանի օրինական թիրախ։ Այս մասին էլ հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Եվրոպացի գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց։ Նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում ուկրաինացիներով, այլև կարծես հոգ չեն տանում սեփական բնակչության մասին։ Մենք արդեն 100 անգամ հայտարարել ենք, որ այդ դեպքում նրանք օրինական թիրախ կդառնան մեր զինված ուժերի համար, ասել է նախարարը։ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան կալանավորվել է։ Նա մեղադրվում է այս տարվա հոկտեմբերին իշխանությունը խաղաղ ճանապարհով տապալելու նպատակով հանրահավաք կազմակերպելու համար։ Ամերիկացի հետազոտողները ուսումնասիրելով արբանյակային պատկերները պնդում են, որ հայտնաբերել են օրեշնիկ բալիստիկ հրթիռային համակարգը Բելարուսի արևելքում։ Համակարգը գտնվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Օրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ օրեշնիկ հրթիռային համակարգը Բելարուսում մարտական հերթապահության է անցել դեկտեմբերի 17-ից։ Գործարան առանց գետ 1 աշխատողի, այն գտնվում է Չինաստանի Սինցիան քաղաքում։ Այս խոշոր տեքստիլ գործարանում արհեստական բանականության եւ ռոբոտների կողմից կառավարվող 5000 հյուսող մեքենա աշխատում է 24/7 գրաֆիկով առանց ընդմիջումների ու արձակուրդների։ Չինաստանի ամենահայտնի տեսարժան վայրը վերածվել է սահադաշտի։ Չինական մեծ պատ այցելողները ստիպված բռնված են իջնում ու բարձրանում պարսպի վրայով։ Իտալիայում Սիցիլիա կղզու արևելքում էլ կրկին ժայթքել է էթնահրաբուխը։ 91 տարեկանում մահացել է 20-րդ դարի ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկը՝ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։ Դերասանուհին նկարահանվել է 46 ֆիլմում, իսկ 1973 թվականին լքել է կինոարդյունաբերությունը։ Կինոից հետո նա ակտիվորեն զբաղվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Էֆելյան աշտարակը ներկվել է կարմիրի երանգներով։ Անհայտ անձինք Փարիզի սրտում կազմակերպել էին հրավառություն եւ լուսային շոու։ Ժանդարմները ձերբակալել են 40 անձի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ժամը 15-ին եթերում կլինի ABC լուրերի հաջորդ թողարկումը, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։